Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի թագավորությունում Բրյուսելում։ Վարչապետը կմասնակցի համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին։ Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում անցկացվող համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցեր, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը եւ մտքեր փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործակցության խորացման շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու գործակցությունը։ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումի պաշտոնական բացման արարողությանը եւ բարձր մակարդակի երկխոսությանը։ Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումին կմասնակցեն բարձրաստիճան քաղաքական գործիչներ, բիզնես ոլորտի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանի երկրների վարչապետներ եւ փոխվարչապետներ, նաեւ ոլորտային նախարարներ։ Հայաստանի սուվերեն տարածքում Զանգեզուրի միջանցք անունով որևէ պրոյեկտ, այդ թվում կոմունիկացիոն, չկա եւ չի կարող լինել, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն, անդրադառնալով ադրբեջանական կողմից տարածվող Զանգեզուրի միջանցք խոսույթին։ Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է, ասել է նախարարի տեղակալը։ Ազգային ժողովի պատվիրակությունը կմեկնի Ստամբուլ մասնակցելու ԵԱԿԽՎ աշնանային նստաշրջանին։ Գործուղումը տեղի կունենա նոյեմբերի 16-ից 20-ը, պատվիրակությունը կղեկավարի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, իսկ անդամներն են Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ քարտուղար Մարիամ Հաջի Հակոբյանը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Ֆրանսիայի փորձագետների պատվիրակությանը, քննարկելով ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող Հայաստանի աջակցության ծրագիր դիմակայության զարգացում նախաձեռնությունը։ Կողմերը շեշտել են գործակցության կարևորությունն աղետների ռիսկի կառավարման, կամավորական համակարգի եւ հանրային պարտավորվածության զարգացման գործում։ Վահագն Արսենյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, այս մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոլյա Միքայելյանը կազատվի Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։ Էջմիածնի նախկին քաղաքապետի տեղակալը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական կեղծիք եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ԿԳ-ն համագործակցելով քաղաքապետի հետ ձևական աճուրդների միջոցով Վաղարշապատ համայնքին պատկանող դպրոցի կիսակառույց շենքն ու հողատարածքը փոխանցել է իր հետ փոխկապակցված անձանց։ Աճուրդները փաստացից չեն անցկացվել, նրանց արդյունքների մասին կազմվել են կեղծ արձանագրություններ, իսկ գույքը տարվել է շուկայականից զգալիորեն ցածր՝ մոտ 17.2 միլիոն դրամ արժողությամբ։ ԿԳ-ին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար։ Քրեական գործը նախաքննությամբ ավարտվել է եւ ուղարկվել դատախազին դատարան ներկայացնելու նպատակով։ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 7-ի վճռով բավարարել է գլխավոր դատախազության հայցը նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ պետությանը պատճառված 25 միլիոն 252 հազար դրամի վնասի բռնագանձման մասին։ Վնասը կրել է պետությունը Գուգարկ ընկերության հետ 2007-ից 2008 թվականներին Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքների ոչ պատշաճ կատարման պատճառով։ Դատարանը գտել է, որ Հասմիկ Պողոսյանը հակաիրավական վարքագիծ է դրսևորել եւ բավարարել հայցը։ Հոկտեմբերի 9-ի գիշերն ուկրաինական անօդաչու սարքերը զանգվածային հարձակում են սկսել Վոլգոգրադի մարզի վրա։ Կոտովսկի շրջանում ընկնող անօդաչու թռչող սարքերի բեկորների հետևանքով մի քանի հրդեհ է բռնկվել վառելիքի եւ էներգետիկայի օբյեկտներում։ Տեղի բնակիչները հայտնել են Կորոբովսկու գազամշակման գործարանում բռնկված հրդեհի մասին, որը պատկանում է Լուկոյլին։ Ուկրաինայի հարավում Խերսոնի շրջանում ռուսական հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել, 2 մարդ զոհվել է Խերսոնի շրջանում առավոտյան տեղի ունեցած հարձակման ժամանակ, իսկ երրորդը քաղաքից դուրս գտնվող Պիլոզերկա գյուղի վրա ռուսական հրետանու հարվածից։ Ուկրաինական զորքերը 2022 թվականի վերջում գրավել է Խերսոնը եւ Մինանու շրջանի որոշ մասեր, սակայն ռուսական ուժերը դեռ վերահսկում են տարածաշրջանի որոշ տարածքներ։ Գազայում պահվող գերիներն ամենայն հավանականությամբ կազատվեն երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ նա հայտարարել էր Իսրայելի եւ Պաղեստինյան Համաս խմբավորման միջև համաձայնագրի առաջին փուլի հաստատման մասին։